Գյումրու Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցի սաները ներկայանում են իրենց ամփոփիչ հաշվետու ելույթներով, բեմին լավագույններն են։ Այս դժվար ժամանակների ընթացքում ինքը որ գալիս է լավ երաժշտություն է լսվում, ոնց որ իր ուսերից մի բան թոթափվում է։ Ինք ավելի հանդարտվում է, ինք ավելի բարի է դառնում, երաժշտությունը լսելու մարդը բարի է դառնում։ Նվագում են ուսուցիչների, ծնողների, հյուրերի համար, ավարտելով տարբեր բաժինների տարբեր դասարանները, աշակերտներն ու ուսուցիչները փաստորեն ամբողջ տարվա աշխատանքն են ներկայացնում հանդիսատեսի դատին։ Ունենք մենք ցիկլային համերգներ տարբեր բաժինների, լարային, փողային, տաշնամուրային, վոկալ, ժողովրդավարականների բաժինները, դրանք բոլոր երեխաները այդ ժամանակ բոլորը ելույթ են ունենում։ Եվ ելույթ ունենալու ժամանակ ես արդեն այդտեղից մենք ընտրում ենք լավագույններից լավագույնը եւ այսօր ելույթ կունենան եւ կլսեք ամենալավ աշակերտները, որոնք որ մեր դպրոցում են։ Բոլորը շատ ոգևորված, հուզված, սպասում ենք երեխաներն էլ երևի թե իրանց ամենասպասելի օրն է այս տարվա տարեվերջյան համերգը, որովհետեւ ինչ արել են տարվա կտրվածքով, այսօր ներկայացնելու են հանդիսատեսին։ Հաշվետու համերգներն իրենց բնույթով տարբերվում են ցիկլային համերգներից։ Դրանք իրենց բնույթով ոչ թե քննական են, այլ վայելելու համար։ Դասականի հետ մեկտեղ մենք մի քիչ տարբեր գործիքներ ենք ընդգրկել ջութակարների մեջ, ասենք թե նվագախումբ ենք ստեղծել երգչախմբով եւ գեղեցիկ ստեղծագործություններ, որոնք որ ժողովրդի ականջին ավելի գեղեցիկ կհնչի եւ շատ հաճելի իրեն կլսեն։ Գուցե աշակերտները նվագում են շատ ավելի բարդ ստեղծագործություններ եւ իրենց կրթական ծրագրում ունեն ավելի բարդ կատարողականություն պահանջող գործեր, բայց այսօր բեմ են բարձրանում որպես կանոն այն գործերը, որոնք ավելի հաճելի կլինի ունկնդրին եւ ավելի լայն լսարանի համար կլինի։ Սա երեխաների ամենասպասված համերգն է, որտեղի ցույց են դնում տարվա ընթացքում ստացած գիտելիքները։ Շատ եմ սպասում այդ համերգը, որովհետեւ շատ լավ նյութեր են նվագում։ Եվս մեկը հնարավորություն է տալիս բեմ բարձրանալու, ավելի հստակեցնելու մեր ունակությունները։ Հաշվետու համերգներով ներկայանում են երաժշտական բոլոր դպրոցները։ Առաջիկայում կլինի նաև մեկ ընդհանուր հաշվետու համերգ։ Նմանատիպ միջոցառումներն իրենց բնույթով մեծ նպաստ են բերում ոլորտի զարգացմանը։ Ինչպես ամեն տարի, այս տարի եւս ունենալու ենք մեկ ամփոփիչ տարեվերջյան համերգ, որտեղ բեմ կբարձրանան բոլոր արվեստի եւ երաժշտական դպրոցների սաները եւ այնտեղ կլինեն լավագույն կատարումները։ Դրանով իսկ կփորձենք տարին ամփոփել, անել եզրակացություններ եւ պատրաստվել հաջորդին։ Յուրաքանչյուր առաջնային մանդատ ստացած քաղաքական ուժ, խմբակցություն եւ անհատ հավականի պետք է որ մասնագիծ դառնան նաեւ մեր քաղաքի մշակութային ոլորտի զարգացմանը եւ պետք է իր ներդրումն ունենա։ Երաժշտական դպրոցի բոլոր բաժիններից սաներ էին ներգրաված այս համերգին, ովքեր իհարկե արժանացան հանդիսատեսի բարձր ծափերին։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի Հանրապետություն։ Պրահայում Գլոբսիս 2025 ֆորումի շրջանակում վարչապետը կմասնակցի օգտագործելով պահը հարևանների հետ երկարատև գործընկերություն կերտելու համար պանելային քննարկմանը, ինչպես նաև որպես բանախոս հանդես կգա Հայաստանը փոփոխվող աշխարհում քննարկմանը։ Պրահայում ընթացող Գլոբսիս 2025 ֆորումի շրջանակում օգտագործելով պահը հարևանների հետ երկարատև գործընկերություն կերտելու համար պանելային քննարկմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Ռուսաստանի հետ հարաբերություններին, նշելով, որ Հայաստանը որևէ խնդիր չունի կտրելու բոլոր կապերը Ռուսաստանի հետ։ Անդրադառնալով տարածաշրջանում բարդ իրավիճակին, Փաշինյանը նշել է. մենք ունենք Եվրամիության դիտորդական առաքելություն, որը դիտարկում է իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, միևնույն ժամանակ վերջին տարիներին Հայաստանում ռուսական ուժերի ներկայությունը կրճատվել է, սակայն մենք այժմ խնդիր չունենք դադարեցնել նրանց ներկայությունը։ Մենք ունենք այլ խնդիր կայուն եւ երկարաժամկետ խաղաղություն հաստատել տարածաշրջանային երկրների հետ։ Այս տարի ավարտել ենք Ադրբեջանի հետ բանակցությունները մեր երկրների միջև խաղաղության համաձայնագրի շուրջ։ Նախագիծն արդեն երկկողմ համաձայնեցված է եւ այժմ ժամանակն է ստորագրելու խաղաղության համաձայնագիրը։ Այժմ մենք խորհրդակցություններ ենք իրականացնում Ադրբեջանի հետ, ինչպես հասնել դրան, ասել է Նիկոլ Փաշինյանը։
Մենք խթանում ենք փոխկապակցվածության ծրագրեր եւ հսկայական գումարներ ենք ներդնում մեր ենթակառուցվածքներում, ասել է Արարատ Միրզոյանը Մարսելում մասնակցելով Հնդկաստանի եւ Ֆրանսիայի կազմակերպած համաժողովին։ Նա նշել է, որ մեր երկիրը կարող է նպաստել Ֆրանսիա-Հնդկաստան կապի իրացմանը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաեւ հարևանների հետ հարաբերությունների խնդրին։ Հայաստանը ունի 4 հարևան՝ Վրաստանը հյուսիսում, Իրանը հարավում, Ադրբեջանը արևելքում եւ Թուրքիան արևմուտքում։ Մենք գերազանց հարաբերություններ ունենք 4-ից 2-ի՝ Վրաստանի եւ Իրանի հետ, եւ մենք ջանում ենք կարգավորել մեր հարաբերությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, այն ըմբռնումով, որ պատրաստվում ենք բացել սահմանները, հաստատել երկաթուղային կապ եւ նույնիսկ այս ծրագրի ենթակառուցվածքային մասին տվել ենք շատ կոնկրետ անվանում՝ խաղաղության խաչմերուկ։ Այսպիսով մենք ձգտում ենք Հայաստանի շուրջ ստեղծել խաղաղության եւ բարգավաճման միջավայր, որպեսզի օգուտ քաղեն ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը եւ Իրանը, այլև ավելի լայն տարածաշրջանը։ Այսօր ավելի լայն փոխկապակցվածության ծրագրերը ներառում են նաև թվային կապակցվածություն, գիտելիքների կապակցվածություն եւ նորարարությունների կապակցվածություն։ Միրզոյանն ընդգծել է, որ այս ուղղությամբ եւս Հայաստանը ներդրումներ է անում։ Կան մի քանի նախադրյալներ եւ հավանաբար ամենակարևորն այն է, որ մենք ունենք մարդկային ռեսուրսներ, անհատներ, տաղանդներ, որոնք զբաղվում են այս ոլորտով։ Եվ երկրորդ, մենք ունենք էլեկտրաէներգիա, տվյալների կենտրոնների եւ ենթակառուցվածքների համար։ Նշեմ մեկ հետաքրքիր զուգադիպություն։ 2 օր առաջ մենք հայտարարեցինք Հայաստանում հսկայական արհեստական բանականության ծրագրի մեկնարկի մասին, ֆրանսիական Mistral-ի, Nvidia-ի եւ մի քանի այլ դերակատարների մասնակցությամբ, եւ սա միայն օրինակներից մեկն է։ Այսպիսով կրկին, երբ խոսում ենք արհեստական բանականության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այս ոլորտներում համագործակցության մասին, Հայաստանը 100%-ով անվտանգ հանգրվան է։ Անդրադառնալով խափանված մատակարարման շղթաների տնտեսական օգուտների խնդրին, Միրզոյանը նկատել է, եթե տնտեսական օգուտներն այն ամեն ինչի հիմքում են, ինչ տեղի է ունենում աշխարհում, ապա հավանաբար Եվրոպան պետք է շարունակեր գազ կամ նավթ գնել Ռուսաստանից։ Փոխկապակցվածության հարցում, եթե ամենահեշտ, ամենաէժան ճանապարհները պետք է լինեին առանցքային, ապա Հնդկաստանը պետք է կապվեր աշխարհի մնացած մասի արևմուտքի հետ Պակիստանի միջոցով, բայց դա տեղի չի ունենում։ Դրա համար պետք է լինի պատճառ։ Կա ինչ-որ բան տնտեսական օգուտներից զատ, կան աշխարհաքաղաքական շահեր։ Եվրոպան, Ֆրանսիան ցանկանում են ավելի մոտենալ Հնդկաստանին, եւ հակառակը Հնդկաստանը ցանկանում է ավելի մոտենալ Եվրոպային։ Քանի որ կրկին, եթե խոսենք տնտեսական օգուտների մասին, կան ավելի էժան եւ արդյունավետ ճանապարհներ։ Եթե խոսում ես ավելի մեծ ուժ դառնալու ցանկության եւ ձգտման մասին, ապա օվկիանոսում միշտ կան ավելի մեծ ձկներ։ Եկեք անկեղծ խոսակցություն ունենանք։ Կա Միացյալ Նահանգներ, կա Չինաստան, կա Ռուսաստան, նրանք բոլորը ռազմական առումով ավելի հզոր են, այդպես չէ։ Այսպիսով, միմյանց ավելի մոտ լինելու փոխադարձ ձգտման հետևում ես տեսնում եմ նաև Հնդկաստանի եւ Եվրոպայի աշխարհաքաղաքական ձգտումները, եւ ես տեսնում եմ ցանկություն ավելի մեծ խոսք ունենալ աշխարհաքաղաքական հարաբերություններում։ Եթե ցանկանում ենք վերակառուցել միջազգային կարգը եւ եթե Եվրոպան ու Հնդկաստանը ցանկանում են ավելի մեծ խոսք ունենալ այդ հարցում, ապա Հայաստանի նման որոշ երկրներ կարող են ցանկանալ աջակցել ձեզ այդ հարցում։ Իսկ եթե ոչ, ապա դա պարզապես ազդեցություն ունենալու կամ ավելի մեծ ուժ ձեռք բերելու ցանկություն է, եզրակացրել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը եւ բանաձևել. Հայաստանյան լուծումը, հայաստանյան պատասխանը առաջին հերթին, երբ խոսքը վերաբերում է լոգիստիկային, խաղաղության խաչմերուկն է։ Սա մեր ճանապարհն է։ Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է։ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են տեղեկությունը, նշելով, որ Աբրահամյանը մեղադրվում է մի քանի դրվագով՝ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ապօրինի ձեռնարկատիրությանը ապօրինի մասնակցելու համար։ Միասնական սոցիալական ծառայության Չարենցավանի տարածքային կենտրոնում այս պահին 167 թափուր աշխատատեղ կա գրանցված։ Տարեսկզբից մինչև հիմա 150 գործ փնտրողի էլ օգնել են զբաղվածության հարցը լուծել։ Հիմնականում բանվորական աշխատուժի կարիք է լինում մեր գործատուների մոտ, լինելով արդյունաբերական քաղաք, շատ է պահանջարկ լինում խառատների, փականագործի։ Երբեմնի արդյունաբերական քաղաքը դանդաղ, բայց վերադարձնում է համբավը։ Այս տարի 34 նոր գործատու է գրանցվել տարածքային կենտրոնում։ Համեմատության համար 2024-ի նույն ժամանակահատվածում նոր գրանցված գործատուները 14-ն էին միայն։ Պետական ծրագրերը շատ շահագրգռում են նոր գործատուներին դեպի միասնական սոցիալական ծառայություն, որովհետև այդ ծրագրերի շրջանակներում փոխշահավետ համագործակցություն է լինում եռակողմ եւ շահառուին եւ գործատուին եւ բնականաբար պետությանը։
Հայաստանում միասնական սոցիալական ծառայության բոլոր 49 տարածքային կենտրոններում ընդհանուր հաշվառված են 55284 աշխատանք փնտրող, 36924-ը գործազուրկի կարգավիճակ ունեն։ Աշխատանք փնտրողները կարող են եւ աշխատող լինել, բայց փնտրել աշխատանք։ Գործազուրկի կարգավիճակ ունեցողները դա չաշխատողներն են, այսինքն չեն աշխատում, չեն սովորում, չեն ծառայում։ Աշխատանք փնտրողներից ավելի քան 7000-ն ունեն բարձրագույն կրթություն։ Այստեղ խնդիրը շուկայում մասնագետների պահանջարկ առաջարկի անհամատեղելիությունն է։ Պետք է մարդիկ կամ վերապատրաստվեն, մրցունակությունը բարձրացնեն, կամ էլ փոխեն մասնագիտությունը, թեկուզ կարճաժամկետ ուսուցման ծրագրերով։ Միասնական սոցիալական ծառայությունում 4000-ից ավելի թափուր հաստիք կա, որոնք դեռ չեն համալրվում, այդ թվում պետական հիմնարկություններում, հիմնականում մարզերում։ Առաջի ուրեմն պահանջված մասնագիտությունը դա բժշկական խնամքի եւ մանկաբարձության մասնագետներն են միջին եւ բարձր բժշկական անձնակազմերում։ Երկրորդը ֆինանսական եւ առևտրի բնագավառի մասնագետների պահանջարկն է մեծ։ Հաջորդը դա դասավանդողների, միջնակարգ դպրոցի, նախադպրոցական դաստիարակության եւ կրթության Work for all.am, e-work.am նախարարության էլեկտրոնային շտեմարաններն են աշխատանք փնտրողների եւ գործատուների համար։ Գիշերը Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Իրանին, Ցահալի տվյալով իսրայելական ավելի քան 200 ինքնաթիռ, 300 միավոր զինամթերքով հարվածել է իրանական ավելի քան 100 օբյեկտի։ Թիրախում են եղել Թեհրանը, Սպահանը, Թավրիզը, Ղոմը եւ այլ բնակավայրեր։ Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտում Նաթանզում պայթյուն է որոտացել, սակայն ճառագայթման մակարդակի աճ չի գրանցվել։ Իսրայելի գործողությունների հետևանքով զոհվել են միջուկային ոլորտի գիտնականներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նրանց թվում են Իրանի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղեր եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին։ Զոհեր եւ վիրավորներ կան խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում կանայք եւ երեխաներ։ Իսլամական Հանրապետությունը փակել է իր օդային տարածքը։ Իսրայելը սկսել է արթնացող առյուծ գործողությունը, որի նպատակն է չեզոքացնել Իրանից Իսրայելի գոյությանը սպառնացող վտանգները։ Գործողությունը կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ կլինի։ Տասնամյակներով Թեհրանը անամոթաբար կոչ է արել ոչնչացնել Իսրայելը։ Նաև վերջին տարիներին Իրանը բավականաչափ ուրան է հարստացրել, ինչը բավարար է 9 ատոմային ռումբ ստեղծելու համար։ Եթե միջոցներ չձեռնարկվեն, Իրանը կարող է առնվազն 1 տարուց միջուկային զենք ստանալ։ Այսօր մենք հարվածել ենք Իրանի միջուկային եւ բալիստիկ հրթիռների ծրագրի սրտին։ Նեթանյահուն նաև նախազգուշացրել է իսրայելցիներին, որ հնարավոր է անհրաժեշտ լինի երկար ժամանակով թաքնվել ապաստարաններում։ Իսրայելի պաշտպանության բանակն էլ հայտարարել է, որ միջուկային եւ հրթիռային ծրագրերը զարգացնելուց բացի Իրանը նաև շարունակում է ֆինանսավորել տարածաշրջանային տարբեր խմբավորումների։ Պաշտպանության նախարար Իսրայել Կացը տեղի ունեցածը կանխարգելի չարված է որակել, հայրենակիցներին նախազգուշացրել Թեհրանի կողմից հնարավոր պատասխան հարվածների մասին։ Իսրայելից հայտնում են, որ Իրանն արդեն ավելի քան 100 անօդաչու թռչող սարք է արձակել հրեական պետության ուղղությամբ։ Ըստ իրանական աղբյուրների նախատեսվում է նաև բալիստիկ հրթիռների արձակում։ Սիոնիստական ռեժիմը կպատժվի։ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերն անպատիժ չեն թողնի նրանց։ Հարվածելով բնակելի թաղամասերին ռեժիմը հերթական անգամ ցույց տվեց իր նողկալի բնույթը։ Նրանց ճակատագիրը կլինի ցավոտ եւ դառը։ Իսրայելի հարվածները միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության խախտում են։ Թեհրանն օրինական իրավունք ունի արձագանքելու այս ագրեսիային։ ՄԱԿ անվտանգության խորհուրդը պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել։ Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի ակտերը չէին կարող տեղի ունենալ առանց Միացյալ Նահանգների հետ համակարգման եւ թույլտվության։ Համապատասխանաբար ԱՄՆ կառավարությունը որպես ռեժիմի գլխավոր հովանավոր եւս պատասխանատու է էսկալացիայի վտանգավոր հետևանքների համար։ Վաշինգտոնից հավատացնում են, Միացյալ Նահանգները օգնություն չի ցուցաբերել եւ չի մասնակցել Իսրայելի գործողությանը։ ԱՄՆ պետքարտուղարն այն ինքնապաշտպանական ակտ է որակել։ Մարկո Ռուբիոն նախազգուշացրել է Թեհրանին խուսափել Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ուժերի վրա հարձակումներից։ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է տեղյակ էր Իսրայելի մտադրություններին։ Սպիտակ տան ղեկավարը շեշտել է պատրաստ են ցանկացած հակահարվածի, կպաշտպանեն եւ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները։ Միևնույն ժամանակ նա հավատացրել է, որ Վաշինգտոնը հավատարիմ է Իրանի միջուկային ծրագրի դիվանագիտական կարգավորմանը։ Վարչակազմից հանձնարարել են բանակցություններ վարել Իրանի հետ։ Նրանք կարող են հզոր երկիր լինել, սակայն նախ պետք է լիովին հրաժարվեն միջուկային զենք ձեռք բերելու հույսերից։
Թրամփը հույս է հայտնել, որ Իրանը դուրս չի գա բանակցային գործընթացից, սակայն իրանական կողմն արդեն հայտարարել է, որ չի մասնակցի Իրանի միջուկային ծրագրի հարցերով բանակցությունների 6-րդ փուլին, որը նախատեսված էր հունիսի 15-ին Օմանում։ Իրանական կողմը նաև խոստացել է շարունակել ուրանի հարստացումը եւ միջուկային տեխնոլոգիաների խաղաղ նպատակով կիրառումը։ Թուրքիան, Պակիստանը, Օմանը, Սաուդյան Արաբիան, Ճապոնիան, Կուբան, Վենեսուելան, Ինդոնեզիան դատապարտել են Իսրայելի հարձակումը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն անհանգստություն է հայտնել Իսրայելի գործողությունների կապակցությամբ, կոչ անելով խնդիրները լուծել դիվանագիտության միջոցով։ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ևս մտահոգված է։ Նա Իսրայելին եւ Իրանին զսպվածության կոչ է արել։ Կապանի Դավիթբեկ բնակավայրում լսել անգամ չեն ուզում այն վարկածի մասին, թե հայոց նորագույն պետականության հիմնադիր Արամ Մանուկյանը ծնունդով Շուշիից է։ Ըստ պատմական որոշ տեղեկությունների 1879 թվականին Դավիթբեկ յուղի հենց այս առանձնատանն է լույս աշխարհ եկել ականավոր պետական գործիչը։ Սրանից էլ համոզիչ փաստ ասում է պատմաբան Վահագն Մովսիսյանը։ Փաստն այն է, որ ծնվել է Ղափանի Զեյվա գյուղում։ Հենց գրականության մեջ լինի 5 գրականություն, դաշնակցության գրականություն դեր գրված է, որ ծնվել է Ղափանի Զեյվա գյուղ արհեստավորի ընտանիքում։ Մեծ եղբայր ուներ Շուշիում դերձակություններ անում, գնացել է, քանի որ մշակութային քաղաք է Շուշին։ Գնացել է սովորել, դեր թեմական դպրոց սովորել, ուսումնարան սովորել, հեռացվել են դաշնակցության այդ խռովությունների ժամանակ իրան դից հեռացել, ոչ միայն իրան։ Համագյուղացի Աշոտ Պապն էլ մանկությունից լսածն է որպես փաստարկ առաջ բերում եւ շեշտում գյուղի հպարտությունն է Արամ Մանուկյանը։ Չգիտեմ ինչ պատճառով, բայց ստես տեղափոխվել է Շուշի։ Արամ Մանուկյանը ժամանակ եղել է 11 տարեկան։ Ու տենց մարդը սովորել է, գնացել է, սովորել է, այդ մեծ մարդ է դարձել, քյասը մեր գյուղից մեծ մարդ է դուրս եկել, Հայաստանի առաջին պետականությունը ստեղծող մարդ։ Մենք ուրախանում ենք, որ մեր գյուղից տենց մարդ է դուրս եկել։ Այսօր բոլորն էլ կհպարտանան, որ իրենց գյուղից էլ տենց մարդ դուրս գա։ Մի գյուղ, մի Արամ Մանուկյան պարծենում են Դավիթբեկցիները եւ մեզ ուղեկցում դեպի նրա տոհմակիցների տուն։ 83-ամյա Ռազմիկ Պապը մոր պատմածները մինչ օրս գլխից չի հանել։ Սովետ ժամանակ այդ մասին չէի խոսում, Արամ Մանուկյան հաշվում էլ այն կողմի մարդ։ Բայց մայրս մի թեթև ասում է, որ Արամ Մանուկյանը նոմը մարդոնիկ մեր բարեկամն է իրեն, հորը եղբորը տղան է։ Դե որ չափահաս դարել խելոնք տղա էր, գնացել է Շուշի գալա սովորել։ Դավիթբեկի միջնակարգ դպրոցը Արամ Մանուկյանի անունով է։ Գյուղի հենց կենտրոնում կանգնեցված է պետական գործչի հուշարձանը, որ ամեն տարի մայիսի 28-ին ծաղիկներով է պատվում։ Ես միշտ մայիսի 28-ն էի համարում իր ծննդյանով, քանի որ ինքը եղել է առաջին հանրապետության հիմնադիր։ Կապանի համայնքապետարանի նախաձեռնությամբ ամիսներ է արդեն հիմնանորոգվում եւ վերականգնվում է Արամ Մանուկյանի առանձնատունը։ Ծրագրեցինք հենց Դավիթբեկ գյուղում կառուցել, վերակառուցել Արամ Մանուկյանի տուն-թանգարանը, որը ապագայում կգործի Կապանի թանգարանների միավորում հողակի կազմում, ասեմ, որ ծրագիրը իրականացվում է սուբվենցիոն ծրագրով 2024 թվականի ծրագրերի շարքում էր, որի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 80 միլիոն, որից 32 միլիոնը համայնքի համաներդրման չափն է։ Կենտրոնում ու հենց գյուղի քարի հանքից բերված սպիտակ քարով ու սև տուֆով գյուղական ձեռագրով կառուցված այս շենքը շուտով նոր թանգարանի կվերածվի, դառնալով Դավիթբեկի այցեքարտը։ Սա ուղղակի շինարարություն չէ, ասում է ինժեներ Ժան Մովսիսյանը։ Մեզ համար նույնիսկ մեծ պատիվ է կառուցել Արամ Մանուկյանի տուն-թանգարանը։ Տեսեք, միանգամից այսպիսի շենքերի բարագայում ընդհանրական քանդման process-ը նույնիսկ չի կարելի, չի թույլատրվում։ Մենք սկսել ենք նկուղից միջև հիմքի ներբանի նիշը, կատարվել է հիմքերի ամրացման աշխատանքներ, երկաթբետոնե կառուցով եւ պատերի ուժեղացման աշխատանքներ։ Շինարարությունում ներգրավվել են Դավիթբեկցի վարպետները։ Կարգի համաձայն նախ հնագետները տարածքն ուսումնասիրել են, հետո արդեն անցել հիմքի ամրացմանը։ Անչափ զգուշորեն են վերաբերվում, ընթացքում էլ բացահայտումներ անում։ Շինարարական գործընթացի ժամանակ գտածոներ հայտնաբերվել են։ Ունենք թոնիր, վառարան, ինչպես ընթացակարգն է պահանջում, հրավիրվել են, կարճաժամկետ դադարեցվել է շինարարության process-ը, հրավիրվել են հնագետներ, կատարել պեղումներ, կազմել իրենց եզրակացությունը եւ շարունակել ենք շինարարությունը։
Նկուղային հատվածով մեկ հարկանի այս շենքը լիովին կվերականգնվի, տանիքը պետք է դրվի, լուսամուտների ձևը պահպանելով նորը տեղադրվի, նախագծային հետաքրքիր լուծումներ կտան, տուն-թանգարանին բնորոշ միջավայր կստեղծվի, ասում է ինժեները։ Քանդվել է այս հատվածում, տեսեք, պետք է լինի հյուրասենյակ, նջասենյակ, իսկ այս հատվածում ցուցադրությունների սենյակ եւ սանհանգույց, այդտեղ ունենանք բաց պատշգամբ եւ այսպեսի բակային հատված։ 1.5 տարի անց շինարարության ավարտից հետո Արամ Մանուկյանի տուն-թանգարանը Դավիթ Բեգին մի նոր շունչ ու ճանաչելիություն կբերի։ Սա եւ տուրիստական, եւ մշակութային, եւ պատմական։ Մեծ ներուժ է լինելու մեր գյուղի զարգացման համար։ Այսինքն ամեն գյուղ չի, որ Արամ Մանուկյանը տվել։ Հայտարարագիրը ստացել ենք ամսի 1-ին արդեն ժամը 1-ի դրությամբ։ Օրվա ցանկացած ժամի, լինի աշխատանքային, տոնական թե հանգստյան օրերին 24/7 ռեժիմով արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներն այլևս կարող են կազմակերպել իրենց ապրանքների արտահանման գործընթացը։ Պետական եկամուտների կոմիտեն մաքսային բարեփոխումների շրջանակում հոգու տնտեսվարողի հերթական նախաձեռնությամբ է հանդես եկել։ Հունիսի 1-ից մաքսային մարմինները արդեն շուրջօրյա ծառայություն են մատուցում, խոսքը գնում է երկրի ներսում արտահանումներ, ներառյալ դեպի ԵԱՏՄ երկրներ, այդ ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության իրականացման առումով մինչ այդ գործընթացները իրականացվել են միայն աշխատանքային օրերին երկրի ներսում 9-ից 6-ը։ Հունիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունից այդ թվում դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանվող ապրանքների շուրջօրյա ռեժիմով մաքսային սպասարկումը Երևանում առայժմ իրականացվում է միայն Urban Logistics Service Terminal եւ Վալենսա ժամանակավոր պահպանման պահեստներում, Լոռու մարզում, Վանաձորում գործող մաքսային հսկողության գոտում, իսկ Տավուշի մարզում Բագրատաշենի անցման կետերի մոտակայքում գտնվող Այրումում տեղակայված Դամուար գրուպ ժամանակավոր պահպանման պահեստում։ Այս այդ երկրի ներսում կատարվող արտահանումները 24/7 ռեժիմով սպասարկվել են թե փաստաթղթային հսկողությունը, թե բեռի զննումն ու բաց թողումը։ Ժամանակավոր պահպանման պահեստներից առանց ժամային սահմանափակումների կիրականացվեն արտահանման ամբողջ գործընթացը։ Հիշեցնենք, որ մինչ այս բարեփոխումը երկրի ներսում արտահանման գործընթացը սպասարկվում էր միայն աշխատանքային օրերին եւ միայն աշխատանքային ժամերին, իսկ ոչ աշխատանքային օրերին եւ ժամերին արտահանման ձևակերպումները կարող էին իրականացվել միայն պետական սահմանի անցման կետերում, ինչն իր հերթին անցման կետերում հանգեցնում էր լրացուցիչ ծանրաբեռնվածության եւ հերթերի։ Այժմ բարեփոխման արդյունքում երկրի ներսում բարձրացվել եւ հեշտացվել է արտահանման գործընթացը։ Բավական կարագացնի մաքսային եւ հայտարարատուրի համար ժամանակը կկարճանա աշխատանքի վրա օգտագործող բավականին կարագացնի ընդհանուր աշխատանքը արտահանման համակարգի մեջ։ Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտ է, որպեսզի տնտեսվարողները միաժամանակ ներկայացնեն բոլոր փաստաթղթերը։ Հորդորում ենք մեր քաղաքացիներին եւ տնտեսվարողներին արտահանումների հայտագիրը ներկայացնելուց գցել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք մաքսային հսկողության համար անհրաժեշտ են, ներառյալ եթե կան վճարումներ, ասենք պետտուրք եւ այլ վճարներ, անպայման վճարման անդորագրերը նույնպես գցել, որպեսզի այդ գործընթացը process-ը լինի շատ ավելի արագ, սահուն։ Այսպես, մաքսային մարմնի կողմից երկրի ներսում արտահանման ենթակա ապրանքներն ընդունվում, սպասարկում եւ բաց են թողնվում շաբաթվա բոլոր օրերին եւ ժամերին։ Գործառույթն իրականացվում է մաքսային մարմնում հատուկ այդ նպատակով առանձնացած աշխատանքային խմբի կողմից։ Կցված փաստաթղթերում անճշտություններ չգտնելու պարագայում փաստաթղթային հսկողությունը ավարտված ենք համարում, որից հետո արդեն պահեստից ապրանքները կարող են բաց թողնվել։ Իսկ արտահանումների ձևակերպումները հնարավորինս երկրի ներսում իրականացնելու դեպքում տնտեսվարողները սահմանային անցման կետերում խուսափեն հերթերից եւ սահմանահատումը կիրականացվի ավելի արագ։ Հորդորում ենք մեր տնտեսվարողներին արտահանման գործընթացը կազմակերպել երկրի ներսում ցամաքային անցման կետերում հերթերից կուտակումներից խուսափելու համար։ Ամբողջ փաստաթղթաշրջանառությունը ստեղ կազմակերպվի, բեռը բաց կթողնվի ժամանակավոր պահպանման պահեստից եւ սահուն առանց հերթերի կանցնեն անցման կետերը։ Հունիսի առաջին տասնօրյակում շուրջ 250 բեռնատար արդեն իսկ սպասարկվել է շուրջօրյա։ Տեղական արտադրողները հիմնականում արտահանել են մրգեր, բանջարեղեն, ծաղիկներ, գազավորված ըմպելիքներ եւ այլ ապրանքներ։
Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները հունիսի 10-ին Գանգրահեր տղայի այգու տարածքում նկատել են կայանված Տեսլա մակնիշի սև ավտոմեքենայի հետնամասում կանգնած մի տղամարդու, որն իրենց տեսնելով խոտերի մեջ է նետել ձեռքին եղած փաթեթը։ Ոստիկաններն անմիջապես մոտեցել են։ Տղամարդու նետածը կպչուն ժապավենով փաթեթավորված պոլիէթիլենային տոպրակ էր, որը ենթադրաբար լցված էր թմրանյութով։ Տարածքը վերցվեց հսկողության տակ, իսկ հետագա գործողություններով ոստիկանների ենթադրությունը հաստատվեց։ Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Կասկածելի վարք դրսևորած Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա երիտասարդը ձերբակալվեց, իսկ նրա նետած տոպրակում հայտնաբերվեց կպչուն ժապավենով 60 փաթեթ լցված թմրամիջոցի նմանվող բուսական ծագման կիսակոշ զանգվածներով։ Դրանց ընդհանուր քաշը 125 գրամ էր։ Նշանակվել է փորձաքննություն։ 24-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, իսկ նրա վարած Տեսլան պահպանվող հատուկ տարածք։ Հանգամանքները նախաքննության պարզվում են։